Բարի երեկո բարեկամներ, եթերում Շուշի հեռուստածրագրի հերթական թողարկումն է եւ այս պահին մեր նկարահանող խումբը գտնվում է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։ Ամենաթարմ նորությունները Քարինտակից ձեզ համար։ Քարինտակում այսօր 667 բնակիչ եւ 158 տնտեսություն կա։ Գյուղը շրջանի ամենամեծ գյուղն է, ավելի ճիշտ ամենաշատ բնակչություն ունեցողը։ Ուստի այս գյուղը նաեւ ի տարբերություն մյուսների վերաբնակեցման կարիք չունի։ Մոտ 130 բնակիչ ունենք, որ ունեն մասշտական աշխատանքներ, որոնցից 60-ը աշխատում են գյուղում, 60 մարդ բնակիչ։ Եվս մի 70 աշխատում են Շուշիի տարբեր հիմնարկություններում։ Եթե մի քանի տարի առաջ գյուղում այն երիտասարդները գործազուրկ էին եւ գյուղամիջում ահագին կուտակված էին այն օրերը, այսօրվա դրությամբ եթե գնանք գյուղամիջ արդեն մարդ չունենք։ Լրիվ էլ աշխատում են, մարդիկ հասկացել են, որ պիտի աշխատեն, որ կարան իրանց հոգսերը իրականացնեն, կատարեն։ Քարինտակը վարելահողեր քիչ ունի, ուստի այս գյուղում ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում, ինչպես նաև բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ։ Ընդհանուր առմամբ գյուղացիները գոհ են, աշխատանքի հետ կապված խնդիրներ էլ չունեն, քանի որ մոտ են թե մայրաքաղաքից, թե Շուշի քաղաքից, ապա եւ աշխատում են այստեղ եւ իրենց բերքը հաջողությամբ իրացնում։ Մեր այն մշակած կոնկրետ լոբին, կարտոֆիլը, այն նաև ունենք այդ կանանչի, այսինքն բանջարանոցային կուլտուրաների մշակման, որ զբաղվում են 15 ընտանիք ունենք, որ համարյա տարին շուրջ բոլոր զբաղվում են կանանչի արտադրությամբ եւ վաճառում են մեր կենտրոնական Ստեփանակերտի կենտրոնական շուկայում։ Նաև լոբին են իրացնում, լինի կանանչ զանգվածը լոբու եւ 4 զանգվածը իրացնում է մեր կենտրոնական շուկայում, ինչպես գիտեք, Քարինտակն էլ հայտնի է իր լոբի արտադրությամբ եւ մեծ համբավ ունի թե Արցախում, թե մեր Արցախի սահմանների դուրս եւ իրացման խնդիր չունենք։ Բերքը նորմալ է, կարտոֆիլի, հատկապես կարտոֆիլի բերքը, ուրեմն ցանվել է 12 հեկտար կարտոֆիլ, կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմել է 150 ցենտներ։ Ստացել ենք 1800 ցենտներ կարտոֆիլ, լոբու բերքն էլ ալալ, 13 հեկտար լոբիա ցանվել, նաև լոբու կանանչ զանգվածներ ենք վաճառում, բացի այդ կանանչ զանգվածից վաճառելից, ուրեմն ստացել ենք մոտ 70 ցենտներ լոբի։ Քարինտակը, քանի որ վարելահողը սակավ էր, ունենք ընդամենը 22 հեկտար վարելահող, որից 18.5-ը սեփականաշնորհված գյուղի համայնքի բնակիչներին, եւս ուրեմն 211 հեկտար վարելահող Ասկերանի շրջանի Սխնախ, Կարմիր գյուղ եւ Վերին Սզնեկ համայնքներից տրամադրվել է բնակիչներին։ Բնակիչները մեծամասնությամբ չեն մշակում այդ հողերը, պայմանագրով տրամադրում են բնակիչներին, դրա դիմաց ստանում են ցորեն կամ վարձը կամ գումարը։ Քարինտակում այս տարի լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Նախատեսվում է, որ մոտ 1 ամիս առաջ սկսված նոր համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն 1 տարուց։ Այսօրվա դրությամբ համայնքում կառուցվում է դպրոցի մարզադահլիճը, նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայվելու է եւ համայնքի աշխատակազմը, եւ բուժկետը, եւ նիստերի համար, այսինքն նաեւ մի մաս ծառայելու որպես ակումբ, եւ գրադարան, եւ ուսումնական 1 սենյակ էլ տրամադրվելու որպես ուսումնական սենյակ։ Աշխատանքից շատ գոհ ենք, աշխատանքը իրականացվում է եւ դպրոցի մարզադահլիճի եւ համայնքային կենտրոնի, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից, Արգենտինայի հայության համայնքի հովանավորությամբ։ Դատելով արդեն կատարված աշխատանքներից կարելի է պատկերացնել, որ կենտրոնը բավականին մեծ է լինելու։ Այնուամենայնիվ, շինղեկ Հրանտ Մարտիրոսյանը համոզված է, գործը կավարտեն նշված ժամանակահատվածում։ Այս շենքը կառուցել ենք շինարարության նորմերով։ Այսօրվա ժամանակաշրջանի արմատուրաների, ասենք, որակավորումն է, բետոնի որակն է, ամեն ինչը այսօրվա նորմերին համապատասխան։ Եվ ձգտելու ենք, որ ժամանակաշրջանում, որ տված է ժամկետը, այս ժամանակաշրջանում մենք ավարտենք այս աշխատանքները։ Մնացել է երևի մի տարի։ Մեր կարծիքով, եթե ֆինանսական հարցերը
ժամանակին լուծեն, ուրեմն մեր աշխատանքները կավարտենք ժամանակին։ Այս տարի նաև Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորության շրջանակներում Քարինտա գյուղի ջրագծերը նորացվեցին, որի շնորհիվ գյուղի մի մասում արդեն ջուր կա։ Ըստ խոստացվածի, ընդամենը 1 ամսից մշտական ջրով պետք է ապահովված լինի ողջ գյուղը, սակայն բնակիչները եւ գյուղապետը մի տեսակ կասկածանքով են մոտենում այս հարցին, եւ դրա պատճառները կան։ Ջրի աշխատանքներն էլ ուրեմն հովանավորել են Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Կիպրոսի հայությունը եւ հայ օգնության միության միջոցներով է կառուցվում։ Ահագին աշխատանքներ է կատարվել, թեկուզ ես մի քիչ այդ աշխատանքային տեմպերից գոհ չեմ, բայց ահագին աշխատանքներ է կատարվել։ Ուրեմն լրիվ ջրընդունիչն է կառուցվել եւ բարձր որակով, շատ բարձր, պարզարանն է ավարտական փուլում է մեր ցուրտ աղբյուր կոչվող տեղամասում, ջրավազաններն է 2 հատ ջրավազան են կառուցել, այդ ներքին այդ հարդարման ջրավազանների աշխատանքներ է կատարվել, գյուղում աշխատանքներ է կատարվել, նաև այդ տների միացման հետ կապված աշխատանքներ գնացել է, բայց մի քիչ դանդաղ է գնում, դե եթե եղանակը այն պայմանները ների, մինչև մի 20-25 օրը երևի կունենանք մշտական ջուր։ Տարբեր ժամանակ գյուղում աշխատանքներ իրականացվել է ջրի հետ կապված, ուրեմն մինչև 2000 թվականը ունեինք 2 հատ հիմնականում գյուղում աղբյուր, որը բնակիչները այդ տարբեր վեդրոններով, տարաներով տանում էին իրենց տները։ 2000 թվականին ուրեմն բժիշկներ առանց սահմանի այդ կազմակերպության կողմից էլի մեր սարերից ջուրաբերվել, տարբեր աղբյուրներ տեղադրվել, բայց այդ աշխատանքները չի արդարացրել, քանի որ աշխատանքները ոչ նորմալ է իրականացվել այդ շինարարական կազմակերպությունները։ Տեղ ունենք լրիվ խողովակները գետնի վերևով է գնում այդ ժամանակ եւ քանի որ մեր գյուղն էլ լեռնային գյուղ է, պարզա ձմեռը ավելի ցուրտ է լինում եւ այդ խողովակները չեն դիմանում։ Եթե խոսենք գյուղի ճանապարհների մասին, պիտի ասենք, որ ճանապարհները այնքան էլ բարվոք վիճակում չեն, սակայն այս խնդրի լուծումն էլ կապված է ջրի խնդրի հետ։ Ջրի աշխատանքները որ կատարվել է, եթե տեսնում եք համարյա քարոքանդար եւ այդ աշխատանքներն պիտի վերջացնեն, որ այդ շինարարության նախարարություն արդյունքը Արցախուղին կա եւ համապատասխան աշխատանքների իրականացվի, բայց համարյա ամեն տարի վերանորոգվում է, բայց գտնելով գյուղի դիրքը ոչ հարթ, միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհները համարյա սելավները ամեն տարի քարոքանն։ Ամեն դեպքում ուշ թե շուտ այս խնդիրները լուծվելու են եւ դրանում կասկած չկա, այլ բան է մանկապարտեզը, որը գյուղի համար թիվ 1 խնդիրը կարելի է համարել։ Համարարաչի խնդիրը դա մեր մանկապարտեզի շենքն է, քանի որ մեր մանկապարտեզի շենքը մեր ապագա սերունդների, մեր մանուկներին կրթման, նաև դաստիարակման, հայացի ոգի դաստիարակման, եթե շենքային պայմանները նորմալ լինի, պարզա մեր երեխաներին, մեր մանուկներին ավելի լավ կդաստիարակեն։ Քարինտակի մանկապարտեզի շենքը դեռ 30-ական թվականներին է կառուցվել, մինչ այսօր այն մի քանի անգամ վերանորոգվել է, վերջին անգամ Երկիր եւ մշակույթ կազմակերպության կողմից 2000 թվականին։ Պատերազմից հետո մանկապարտեզը վերաբացվել է 2002-ին հոմի միջոցներով, իսկ 2010 թվականից արդեն պետականացվել է։ Դրանից իհարկե շատ բան է փոխվել։ Ամեն օր երեխան 566 դրամի սնունդը հասնում է երեխային ու լրիվ բավարար է, միրգը ուտում են ամեն օր, միսը պիտի լինի մանկապարտեզում, կամ տավարի միս, կամ Արցախի հավերից, ուրիշ չենք առնում։ Սննդից շատ գոհ ենք ու երեխաներին էլ բավարարում ամեն ինչ։ Սակայն ոչ շենքային պայմանները։ Մանկապարտեզ չի մեր շենքը։ Համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ ներկայացել էր Շուշիի վարչակազմի ղեկավարը, խնդրեցին անձամբ ինքը ականատես լինի մեր պայմաններին։ Ու այդտեղ խոստացավ, որ դասասենյակը, որ ամենից կարևորն է, երեխաները ամբողջ օրը հիմնականում այդտեղ են, իր միջոցներով վերանորոգի։ Ընդամենը մի քանի օրից մանկապարտեզի այդ սենյակի վերանորոգումը պատրաստ էր։ Խնդրեցինք մի հատ սառնարան, ասեցինք միգուցե հարմար լինի ու խոստացավ։
Մայիսին արդեն ունեինք սառնարանը Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից սառնարաններ ստացանք, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում։ 2012 թվականին, որ մանկապարտեզում գազօջախը վթարային վիճակում էր, Լևոն Գրիգորյանը, ԼՂ կառավարության աշխատակազմի ղեկավարը, մի հատ գազօջախ նվիրեց մանկապարտեզին, համագյուղացի Մոսկվայաբնակ Արթուր Հովանիսյանի կողմից էլ մի շատ մեծ չափով խաղալիքներ ստացանք, որ մեր երեխաները դրա կարիքն էլ ունեին։ Բանն այն է, որ շենքը չունի հիմք եւ կառուցված է անմիջապես հողի վրա։ Արդեն խարխուլ այս շինության մշտական ուղեկիցն են խոնավությունը, մթությունը, հաճախ էլ սողունները։ Շենքը բնական լույսից զրկված ու խոնավությունը շատ։ Սեպտեմբերից մինչև հունիսի վերջը շենքը վառարանները ննջասենյակում եւ դասասենյակում վառում ենք, որպեսզի երեխաները չմրսեն։ Խոնավությունը շատ է։ Միջև ննջասենյակում վառարանները վառելը առավոտը պատից որ ձեռքը սենց սկսում ենք, ամբողջ մեր բուրը ջրով լցվում է ննջասենյակում։ Կարծում եմ այս ամենի կողքին իզուր է խոսել կենտրոնացված ջեռուցման ու գույքի մասին, չնայած չի խանգարում։ Առավոտվա 9-ից արդեն ննջասենյակումն էլ ենք վառում վառարանները, որ մի քիչ տեղաշորերը տաքանա։ Երեխաները դասարանից տակ, որ դուրս են գալիս դեպի ձեռքեր լվանան, միջանցքով գալիս են կամ զուգարան, այդ միջանցքը շատ ցուրտ է։ Տաքից որ դուրս են գալիս արդեն մրսում են։ Դրա համար պիտի կենտրոնացված ջեռուցում լինի, որ ամբողջ շենքը մի ջերմաստիճանի մեջ լինի ու երեխաները չմրսեն, բայց մրսում են, արդեն սկսել են մի քանի երեխա բացակայվել, հիվանդացել են։ Ամբողջ գույքը 2002 թվականից էր, երբ բացվել էր մանկապարտեզը հոմի միջոցներով, այդ տարիներից է։ Արդեն մաշվել է այդ գույքը, խոհանոցում սպասքը լրիվ անմխիթար վիճակում է։ Տնից ամեն անհրաժեշտ բերել ենք ու խնդրել ենք նոր նամակ եմ ուղարկել վարչակազմի ղեկավարին, սննդի հոդվածում տնտեսված գումար ունեմ, որպեսզի ֆինանսների նախարարին միջամտի, տեսնենք, միգուցե այդ հոդվածի փոփոխություն անենք, մի փոքր մասով ապահովենք խոհանոցային վիճակը, հետո վառարաններն էլ էլի անմխիթար վիճակում են, խնդրել եմ, տեսնեմ այդ հոդվածի փոփոխությունը եթե լինի, այդ գումարով մի որոշ բաներ կառնենք։ Այս ամենով հանդերձ մանկապարտեզ հաճախել ցանկացողների թիվը օրեցօր ավելանում է, այսօր 28-ն է հաճախում այստեղ, բայց գյուղում այս տարիքի երեխաներ շատ կան, ցավոք պայմաններն ու մասշտաբը չեն ներում։ Երեխաներ շատ կան, ցանկացողներ եղել են, ծնողներից դիմել են, բայց մենք տեղ չունենք այդ երեխաներին ընդունենք։ Մի երկու երեխա քույր, երկու քույր, երկու եղբայր, տենց մի երկու հոգի իրար հետ են քնում։ Մանկապարտեզում գործում է մեկ խառը խումբ եւ կա ընդամենը մեկ դայակի ու մեկ դաստիարակչուհու հաստիք։ Դպրոցում նախապատրաստական խումբ չկա եւ սա էլ բնականաբար անդրադառնում է երեխաների դաստիարակության եւ ուսման որակի վրա։ Նախադպրոցական խմբի հետ պիտի ավելի շատ աշխատանքներ տարվի, դաստիարակը կարծես հասցնում է, բայց դժվար է։ Պարապմունքները դե տարբեր տարիքի երեխաների մոտ տարբեր ծրագրերը ունենք, բայց պիտի որ հասցնենք, չի ստացվում։ Հիմնականում որ մեծ ուշադրություն դարձնում ենք նախադպրոցականին, արդյունքի հասնում ենք։ Տուժվում են, իհարկե տուժվում են, բայց նրանց էլ պահի տակ օրինակ երբ տարերի ուսուցանումն անցնում դաստիարակը, դայակին ասում եմ քաշվի գորգին նստիր երեխաների հետ խաղալիքներով մի զբաղեցրու, որպեսզի նրանց էլ չխանգարեն, բայց մեկը խանգարում է այնտեղ մի երեխա օրինակ փոքրերը մեկը լացում է արդեն այն պարապմունքի երեխաների ուշադրությունն է շեղվում։ Իմ ցանկությունը այն է ու բոլորիս ցանկությունը, ամբողջ աշխատակազմի, ամբողջ գյուղի ցանկությունը նոր մանկապարտեզի շենք կառուցելը։ Այնուամենայնիվ քարինտակցիները լավատես են ու երախտապարտ։ Իհարկե ԼՂՀ կառավարության ուշադրությունը այս գյուղի հանդեպ ակնհայտ է եւ դա ոչ ոք չի կարող ժխտել։ Իսկ դեռ չլուծված խնդիրների լուծումը համոզված են միայն ժամանակի հարց է։
պետության կողմից, մեր կառավարության կողմից, մեր պետական այրերի կողմից գյուղը ուշադրության կենտրոնում է գտնվում։ Եթե մի 20 տարի հետ դառնանք, ուրեմն այն ժամանակ 4.5 տևած այդ տարիները, այդ պատերազմի տարիները 92-ի մայիսին Շուշի ազատագրումից հետո քարուքանդ էր գյուղը եւ կիսավեր։ Պետական միջոցներով տարբեր այս հովանավորների կողմից գյուղի այդ տները, նաև հիմնակ ձեռնարկությունները վերանորոգվել են, վերակառուցվել են, գազամատակարարումը իրականացվել է 2000 թվականին, դպրոցը վերակառուցվել է 2008-2009 թվականին Հակոբ եւ Հիլդա Բադասայանների հովանավորությամբ հայ կրթական հիմնարկության կողմից, նաև 2010 թվականին կենտրոնացված ջեռուցում է իրականացվել, այդ աշխատանքները իրականացվել Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից այդ Հակոբ եւ Հիլդա Բադասայանների հովանավորությամբ։ Կնշեի, որ պարզա առանց այդ հովանավորների, առանց մեր կառավարության աջակցության մեր գյուղացիները դժվար թե կարողանային կառուցել եւ վերանորոգել իրենց բնակարանները։ Բարեկամներ, Շուշի հեռուստածրագրի շրջանակներում այսօր այսքանն էինք պատրաստել ձեզ համար։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Շուշիում։